Ողջույն սիրելի արցախցիներ, ինչպես ենք, կարծում եմ, որ լավ ենք, չէ, այս երկու օրերի ընթացքում ունեցել ենք հիանալի հնարավորություն լսելու մի շարք հրաշալի մարդկանց, հրաշալի նախաձեռնությունների, գաղափարների մասին և տեսնելու նրանց, հասկանալու նրանց հաջողության պատմությունները։ Հիմա երևի թե շատերս այսպես մտածում ենք, լավ, բա հիմա ես այստեղ սենց նստած Արցախում, իմ տանը, սրճարանում, համալսարանում, ինչ անեմ, որ ես էլ դառնամ, ինչպես սենց համաշխարհային աստղ, ինչ որ մի բան ստեղծեմ, որի մասին մարդիկ իմանան, օգտակար լինի մարդկանց համար, բերեմ ինչ որ պոզիտիվ փոփոխություններ, դա լինի ՏՏ ոլորտում, բայց հիմա ես խոսելու եմ ոչ թե ՏՏ ոլորտից, այլ ոլորտների մասին եւս, այնպես որ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են այլ ոլորտներով, նաեւ այս ելույթը հենց ձեր համար է։ Ու այսպես, կլինեն շատ հարցեր, ու մենք գուցե մի քիչ խճճվենք ու չիմանանք, թե ինչպես գտնել պատասխաններ։ Ես եկել եմ այսօր այստեղ ձեզ պատմելու, թե ինչպես դուք սկսեք ձեր հաջողության պատմությունը կամ ինչպես իրականացնեք ձեր գաղափարները Awesome Արցախ հիմնադրամի հետ միասին։ Այսինքն, այս ելույթի ընթացքում դուք կստանաք մի քանի գործիքներ, եւ ես կխոսեմ այդ գործիքների մասին, թե ինչպես հղանալ գաղափար, ինչպես այսպես մտածել ինչ-որ հրաշալի մի գաղափար իրականացնելու մասին եւ մեր աջակցությամբ, մեր այսպես հովանավորությամբ իրականացնել այդ գաղափարը։ Քանի որ Տաթևը արդեն հարցրեց, արդյոք գիտեք Awesome հիմնադրամի մասին եւ կային մարդիկ, ովքեր գիտեին, ես էլ եմ ուզում այդ հարցը տալ եւս մեկ անգամ մինչեւ այստեղ գտնվելը։ Դուք լսել եք Awesome Արցախ հիմնադրամի մասին։ Այո, կան մարդիկ, ովքեր լսել են, շատ լավ է։ Եվ իհարկե կլինեն մարդիկ, ովքեր որ չեն լսել, ուրեմն հիմա արդեն կսկսենք ծանոթանալ։ Գիտեք, ինչ է նշանակում Awesome։ Այո, ուրեմն ինչ կարող ենք մտածել, ինչ է անում Awesome հիմնադրամը Արցախում։ Շատ լավ, իսկ ինչ ծրագրեր։ Այո, այսինքն կարող ենք այստեղից եզրակացնել, որ հենց Awesome Արցախ հիմնադրամի նպատակներից մեկը խրախուսելն է նախաձեռնողականությունը, ակտիվությունը եւ նաեւ տրամադրում է աջակցություն, որպեսզի արցախցիները իրականացնեն իրենց Awesome գաղափարները, չէ՞։ Շատ լավ։ Ինչպես ենք փոխում։ Շատ լավ, ահա։ Ու ես հիմա կներկայացնեմ, թե 3 տարիների ընթացքում ինչ հիանալի նախագծեր են իրականացվել Արցախում։ Նախ մի փոքր պատմեմ Awesome հիմնադրամի մասին։ Awesome հիմնադրամը ինքը միջազգային հիմնադրամ է, որը որ ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոսթոն քաղաքում 2009 թվականին։ Այսինքն այն գործում է 12 տարի եւ հասցրել է մասնաճյուղեր բացել աշխարհի 12 երկրներում 91 մասնաճյուղ եւ 12 տարիների ընթացքում իրականացվել են 5243 ծրագիր, վստահ եմ այդ թիվը հիմա հենց այս պահին ավելանում է, որովհետեւ շատ Awesome ծրագրեր հենց այս պահին կյանքի են կոչվում։ Եվ նվիրաբերվել է $5 միլիոն ավել այսպես գումար, որպեսզի իրականացվեն այդ Awesome նախագծերը։ Ինչպես Awesome հիմնադրամները մտան Երևան եւ Արցախ։ Առաջինը Երևանում էր եւ Awesome Երևանի շրջանակներում նաեւ ֆինանսավորվել են նախագծեր Արցախում, որպեսզի իրականացվեն այդ նախագծերը, բայց հետո մի խումբ այսպես էնտուզիաստների շնորհիվ, Արտակ Բեգլարյանի նաեւ լիդերությամբ, առաջնորդությամբ, համառ ջանքերի շնորհիվ նաեւ հասկանալով այն բոլոր նրբությունները, որոնք որ կապված են, հա, Արցախի հետ, Awesome հիմնադրամը բացվեց նաև Արցախում 2018 թվականին։ Եվ 2018 թվականից սկսած արդեն ուղիղ 3 տարի մենք խրախուսում ենք եւ աջակցում ենք արցախցիների նախաձեռնողականությունը եւ իրենց հիանալի գաղափարները։ Ուրեմն, ինչպես է գործում, հա? Ինչպես է հիմնադրամը ընդհանրապես գործում եւ աշխատում։
մեր հիանալի awesome հոգաբարձուների շնորհիվ։ Եթե մտնեք մեր website, կտեսնեք մեր հոգաբարձուներին, մենք այժմ ունենք մոտ 40 հոգաբարձուներ եւ այժմ էլ մենք ունենք հոգաբարձուներ, որոնք դահլիճում նստած են, մեր ընկերները, Արտակը, Արմինեն, նաեւ համախոհներից ունենք մեր հիմնադրամի այնտեղ նստած Եվ իրենց նվիրատվությունների շնորհիվ ձևավորվում է գումարը, որը որ $1000 է, եւ մենք 2 ամիսը մեկ մի հիանալի նախաձեռնություն ֆինանսավորում ենք հենց այս մարդկանց շնորհիվ։ Ասեմ, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան դառնալ հոգաբարձու, կարող են գրել մեզ մեր Facebook-յան էջին կամ մեր email հասցեով եւ դառնալ այս հիանալի ընտանիքի մասը։ Ուրեմն, մեզ հետ համագործակցության բանաձևը Ունեք հիանալի գաղափար, դիմում եք Awesome հիմնադրամին, ստանում եք գումարը եւ իրականացնում եք ձեր հիանալի գաղափարը։ Շատ հեշտ է, չէ՞ թվում է շրջափուլը։ Իրականում կարող է այդքան էլ հեշտ չի, բայց ես հիմա ցույց կտամ ձեզ օրինակներ մեր նախագծերից, որոնք որ հաջողել են եւ ստացել են գումարը եւ իրականացրել են իրենց ծրագրերը Արցախում։ Եվ այս 3 տարիների ընթացքում մենք ունեցել ենք արդեն 14 ֆինանսավորված նախագծեր։ Ես ձեզ կներկայացնեմ մի քանի նախագծեր, որոնց մասին գուցե շատերդ տեսել եք, գուցե շատերդ լսել եք, իսկ եթե չգիտեք, շատ ավելի լավ կծանոթանաք մեր նախագծերի մասին։ Ուրեմն, մեր ամենաառաջին նախագծերից մեկը դեռևս 2018 թվականին դա Նոր Շենլիբի բացումն էր։ Նոր Շենլիբը բացվեց Teach for Armenia-ի ուսուցիչների մեկի այսպես էնտուզիազմի եւ նախաձեռնողականության շնորհիվ, որովհետև ինքը տարածեց Awesome հիմնադրամի մասին ինֆորմացիան Նոր Շենում եւ Նոր Շենի դպրոցի աշակերտները շատ ողջևորվել էին եւ մտածում էին լավ, իսկ մենք չունենք զբաղմունք, ինչ անենք դասերից հետո մեր գյուղում եւ նաեւ հարակից գյուղերի աշակերտները եւ իրենք որոշեցին, որ պետք է դիմեն ֆինանսավորման, որպեսզի ունենան մի փոքրիկ ինտելեկտուալ անկյուն, գրադարան, ինտելեկտուալ խաղեր, որպեսզի իրենց ժամանցը լինի ավելի հետաքրքիր եւ նաեւ կրթական process-ը այսպես ֆորմալ դպրոցի շրջանակներից դուրս գա մի քիչ ոչ ֆորմալ շրջանակ։ Գունավոր Հովանոցների արահետը, մեր շատ սիրելի, մեր այսպես ասած այցեքար դարձած նախագծերից մեկը, որի հեղինակը այս պահին նստած է, Նատելան, այս նախագծի հետ այնքան էմոցիոնալ այսպես կապեր կան, որովհետև գունավոր Հովանոցները նաև անցել են պատերազմ եւ նրանք դեռ մինչեւ այսօր կանգնած են ու գունավոր Հովանոցները վստահ եմ շատերդ եք տեսել, շատերդ գիտեք, շատերդ եք լուսանկարահանվել եւ իմացեք, որ դա նաեւ հենց այն նախագծերից մեկն է, որը որ իրականացվել է Արցախում։ Հաջորդ նախագծերից մեկը քո ստեղծած գրքով դեպի մեծ հեքիաթ։ Էլի շատ հիանալի նախագիծ էր։ Հեղինակները սովորեցնում էին աշակերտներին, որպեսզի իրենք իրենց ստեղծած հեքիաթների հիման վրա պատրաստեին գրքեր, նկարազարդեին, գունազարդեին եւ այսպես տարածեին այդ հեքիաթները։ Հիանալի գաղափար է, չէ՞, երբ որ դու գրում ես հեքիաթ եւ ինքդ էլ կազմում ես գիրքը եւ այդպես տարածում։ Համաձայն եք, որ իսկապես հիանալի է։ Ճոճանակների այգին Հին Շենում Սա եւս Teach for Armenia-ի ուսուցիչներից մեկի Սոնայի նախաձեռնությամբ իրականացվեց Սոնայի եւ աշակերտների եւ ստեղծվեցին ճոճանակները Հին Շենում եւ այնքան հետաքրքիր էր, երբ որ մենք ստացանք այս հայտը, թե ինչպես էր Սոնան ներկայացրել, թե ինչ դրական փոփոխություն կարող են բերել ճոճանակները եւ ճախրելու process-ը, այդ ճոճվելու process-ը աշակերտների մոտ, դպրոցի աշակերտների մոտ եւ ընդհանրապես հինշենցիների մոտ ինչ հաճելի զգացողություններ կարող է առաջացնել, ինչպիսի էմպաթիկ այսպես մոտեցումներ միմյանց նկատմամբ եւ ինքն էլ շատ մեծ ջանքեր դրեց եւ ի վերջո կյանքի կոչեց ճոճանակների այգին Հին Շենում։ Ստեփանակերտում հանդիպել եք մայթային էտիկետներին։ Գիտեիք, որ էլի Awesome հիմնադրամի նախագծերից մեկն է։ Շատ լավ է, հիանալի է։ Սա էլ մեր ամենավառ ու ամենագեղեցիկ նախագծերից մեկն էր, բոլորն են հիանալի, այսպես որ հիմա խոսենք, բոլորն են շատ հրաշալի գաղափարներ, բայց այս պահին հիմա պատմեմ մայթային քաղաքի էտիկետի մասին, եթե կկարողանաք կարդալ, տառերը փոքր են, բայց այստեղ
փոքրիկ այսպես հրահանգներ հորդորներ էին Ստեփանակերտցիներին եւ հատկապես երեխաներին, թե ինչպես պետք է վարվել, հա, վարվելակերպի կանոններ, ինչպես պահել փողոցում, կորած իրը գտնելուց ինչ անել, փողոցում որ չի կարելի բարձր խոսել կամ բարձր նկատողություն անել, այսպիսի մի հրաշալի գաղափար էր, որը որ մեր ամենաերիտասարդ, կարծեմ 16-17 տարեկան էր դիմորդը։ Աննա ջան, հրաշալի է, քանի տարեկան էր երբ դիմեցիր։ 16 տարեկանում, տեսնում եք, թե ինչպես կարելի է 16 տարեկանում իրականացնել նման հիանալի նախագիծ։ Ուրեմն, խելացի խաղալիքների արհեստանոց Արցվաշենում ինչ էին արել, էլի թիչ որ Արմենիայի ուսուցիչներից մեկն էր նախաձեռնել, կրկին դպրոցի աշակերտների աջակցությամբ, այսպես խանդավառությամբ, ստեղծվեց Արցվաշենում արհեստանոցը, որտեղ երեխաները նախ սովորում էին, թե ինչպես պատրաստեն խելացի եւ զարգացնող խաղալիքներ, ու այնուհետեւ այս նախագիծը ուներ նաեւ մի փոքր բիզնես ուղղվածություն, որպեսզի հետագայում իրենք կարողանային այսպես պատրաստել եւ նաեւ վաճառել խաղալիքները եւ իրենց համայնքի համար այն պակաս տեղը, որ ունեին, իրենք կարողանային այսպես լրացնել։ Ուսումնական ջերմոց քարվաճառի դպրոցականների համար սա էլ շատ հետաքրքիր ծրագիր էր, որ պետք է դպրոցի աշակերտները կարողանային ուրեմն տարբեր բույսեր, ծաղիկներ աճեցնել եւ տեսնել այդ process-ը, հա, հարաբերվել բնության հետ, տեսնել այդ բույսերի աճի եւ զարգացման ընթացքը եւ այդպես առավել մոտ լինել թե բնությանը եւ թե նաեւ իրենց հողին։ Հեքիաթային ճանապարհով դեպի կրթություն, եթե կտեսնեք, այս բոլոր աստիճանները եղել են շատ անշուք, եւ այս աստիճանները այն աստիճաններն են, մոտ 250 աստիճան, որ Բերձորի աշակերտներին ամեն օր ուղեկցել են դպրոց, եւ բնականաբար այս նկարազարդումները մինչ այդ չեն եղել, բայց հիմա տեսեք, թե ինչքան գեղեցիկ տեսք են ստացել Բերձորի ուրեմն դպրոցի աստիճանները։ Ազգայինը ժամանակակցի մեջ կրկին Կարուձևի մասնագետներ, ովքեր որ դիմեցին հրաշալի գաղափարով, որպեսզի ստեղծեին հագուստներ, որոնք որ կպարունակեին ազգային էլեմենտներ, ազգային նախշեր եւ այսպես ավելի մոդեռն ներկայացմամբ կփորձեին նաեւ հետագայում նաև վաճառքի միջոցով եւ տվյալ նախագիծը առավել այսպես առաջ տանելու եւ շարունակական դարձնելու համար նաև մի փոքր բիզնես ուղղվածությամբ տանել ծրագիրը, որը եւս կյանքի կոչվեց Awesome Արցախ հիմնադրամի միջոցով։ Փողոցային բացօթյա գրադարան, տեսել եք փողոցային բացօթյա գրադարանը Ստեփանակերտում։ Շատ լավ։ Սա կրկին մեր ամենահանրային նախագծերից մեկն էր, որը եւս անցավ պատերազմ, որը դեռ մինչև այսօր կանգուն է եւ նաեւ մեր հորդորներից մեկն է, որ դուք ինքներդ էլ նվիրաբերեք գրքեր, ինքներդ օգտվեք եւ նաեւ լրացնեք ձեր ժամանցը ընթերցանությամբ Awesome հիմնադրամի փողոցային բացօթյա գրադարանների շնորհիվ։ Մեր ամենավերջին նախագծերից մեկը, Սերմեր Արցախի ապագայի համար, կան մարդիկ, ովքեր որ մասնակցել են մայիսին, երկօրյա այսպես ուսանողական exchange-ին, փոխանակման ծրագրին, մի քանի հոգի տեսնում եմ կան, ուրեմն մայիս ամսին կազմակերպեցինք այս նախագիծը, պատերազմից հետո էր, բավականին դժվար էր ու ծանր էր, նորից այսպես վերսկսել աշխատանքները Արցախում եւ մենք որոշեցինք, որ ամեն դեպքում մենք պետք է անենք ու երիտասարդների մեջ պետք է սերմանենք ակտիվիզմը, համայնքակենտրոն մտածելակերպը, նախաձեռնողականությունը եւ մոտ 50 ուսանողներ հավաքվեցին Արցախում եւ մասնակցեցին այս նախագծին։ Ինչպես տեսակ, բազմազան են նախագծերը, բազմազան են թեմաները, գաղափարները, արվեստ, մշակույթ, սոցիալական գիտություններ, ամեն ինչ այն իր մեջ կարող է ներառել։ Դրա համար դուք ինքներդ էլ, եթե մտածեք, թե ինչ գաղափար ներկայացնել, իմացեք, որ ամեն գաղափար կարող եք այսպես փաթեթավորել եւ գեղեցիկ ներկայացնել մեզ եւ մենք անպայման կնայենք եւ մրցույթի ընթացքում արդեն կորոշվի հաղթող նախագիծը եւ այդ process-ը տեղի է ունենում ամեն 2 ամիսը մեկ
եւ հայտարարվում են այսպես հաղթող նախագծերը։ Հիմա մի քանի կետով, թե ինչ չափորոշիչների պետք է համապատասխանի նախագիծը, դուք կարող եք տեսնել հետագայում առավել մանրամասն ծանոթանալ վեբսայթում, բայց ես հիմա արագ ներկայացնեմ, անպայմանորեն նրանք պետք է իրագործվեն Արցախի տարածքում, պետք է լինեն նոր նախագծեր, ոչ թե նախկին նախագծերի կամ գաղափարների շարունակություն, պետք է իրագործվեն առավելագույնը 2 ամսվա ընթացքում, լինեն իրատեսական, շատ զիլ գաղափարներ, ապահովեն շատ հստակ եւ կոնկրետ արդյունք։ Եվ նաև պետք է նշեմ, որ բոլոր մեր մասնակիցները, բոլոր հայտատուները այս ամենը իրականացնում են կամավորության սկզբունքով։ Եվ $1000 դրամաշնորհը արդեն կտրամադրվի հենց գուցե ձեզնից մեկին, որպեսզի հաջորդ awesome նախագիծը հենց դուք իրականացնեք։ Մենք համաձայն ենք, որ ամեն ինչ մեր շուրջը, մեր կյանքում սկսվում է գաղափարից։ Համաձայն ենք, իհարկե։ Ուրեմն, ինչպես ասել են ոմն մարդիկ, մեծերը ու կարևոր չի թե կոնկրետ ով, տուր ինձ մի գաղափար եւ ես կշրջեմ աշխարհը։ Ես մաղթում եմ, որ դուք ունենաք գաղափար եւ առաջին հերթին շրջեք ձեր համայնքը, ձեր քաղաքը, երկիրը եւ այնուհետեւ նաեւ աշխարհը։ Շնորհակալություն։ Եթե կան հարցեր, Awesome հիմնադրամի մասին, այլ մանրամասներ, խնդրեմ։ Շնորհակալություն ներկայացման համար, այնտեղ մի ծրագիր նշեցիք, որտեղ բիզնես ծրագիր էր ֆինանսավորվել, բայց նաև չափանիշների մեջ կար, որ ամբողջովին պետք է ծածկեր գումարը, կմանրամասնեք մի փոքր այդ դեպքի համար ու նաև այլ բիզնես գաղափարների համար, ինչպես կարելի է դիմել, որ դեպքերում կֆինանսավորվի։ Շատ լավ։ Ուրեմն բիզնես գաղափարներ մենք շատ հազվադեպ ենք ֆինանսավորում եւ բիզնես գաղափարներ ֆինանսավորելու համար նայում ենք, որ նախագիծը նախ եւ առաջ ունենա մեծ ազդեցիկություն։ Իր մեջ ներառի մեծ թվով երիտասարդներ, չգիտեմ, դպրոցականներ, ուսանողներ, մարդիկ, ովքեր որ կստանան այդ նախագծից որևէ բան, եւ եթե նաեւ նախագիծը ունի բիզնես կոմպոնենտ, թող լինի, թող դա էլ լինի։ Եվ հատկապես պատերազմից հետո մենք մի փոքր վերանայեցինք չափորոշիչները, այն չափորոշիչները, որ ես ներկայացրեցի, դրանք մեր հիմնական չափորոշիչներն են, որ մենք այսպես կիրառել ենք հիմնական ծրագրերը, այսպես նայելիս, մրցույթները անցկացնելիս, բայց հատկապես պատերազմից հետո մենք մտածեցինք, որ գուցե լինեն այնպիսի նախագծեր, որոնք որ ունենան բիզնես կոմպոնենտ եւ լինեն այնքան հիանալի, որպեսզի այսպես ընդգրկեն, հա, մեծ թվով մարդկանց եւ մենք նաեւ դա կֆինանսավորենք։ Կախված է արդեն գաղափարի այսպես օսմության եւ ազդեցիկության շրջանակներից։ Լավ, մենք առանձին կխոսենք դե շնորհակալություն։ Այլ հարցեր եթե կան։ Կարծես թե չկան հարցեր, հիմա բոլորը մտածում են հետաքրքիր գաղափարներ, որպեսզի ներկայացնեն։ Տաթև ջան, շնորհակալություն ներկայացման համար։